թողարկման հաջորդ էջը։ Կինոն այն կախարդանքն է, որը մենք ներկայացնում ենք էկրանին, բայց յուրաքանչյուր կադրի հետևում թաքնվում է հարյուրավոր ժամ աշխատանք։ Մեր կինոգործիչները առանձնանում են իրենց հատուկ մոտեցումով։ Նրանք առաջիններից էին, որ կիրառեցին փայլուն ստեղծագործություններ ներկայացնելու նոր ձևաչափ։ Լինեն դրանք պոեմներ, ժողովրդական բառեր, թե երգեր։ Շատ ֆիլմերում տեսնում են գրեթե մոռացված մեղեդի կամ նույնիսկ ժողովրդական երգեր, որը խորհուրդ չէր տրվում օգտագործել խորհրդային կարգերի ժամանակ։ Այսօր մենք կհիշենք դրանցից մի քանիսը։ Կինոյի շնորհիվ նորով է հնչում Արմեն Տիգրանյանի անուշ օպերան, Գոհար Գասպարյանի անվան ձայնով։ Հիշեցնենք, որ այս տարի մշակութային աշխարհը նշում է մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակը։ Կռունկ, հայրենիքի կարոտի պանդխտության և հայրենասիրության խորհրդանիշ։ Կռունկի կատարումը հաճախ գնահատվում է որպես հայ երգի կատարողական վարպետության չափանիշ։ Օպերայի արվեստի մեծագույն հայ վարպետ, սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհար Գասպարյան 1948 թվականին իր առաջին ամուսնու Հայկ Գասպարյանի հետ հայրենադարձվում է խորհրդային Հայաստան։ 1949 թվականին Երևանում ծնվում է նրանց դուստր Սելա Գասպարյանը։ 1956 թվականին ամուսնալուծվելուց հետո Գոհար Գասպարյանը ամուսնանում է անվանի օպերայի երգիչ ռեժիսոր Տիգրան Լևոնյանի հետ։ Հենց այս հաճարակ զույգի ձայները արմահացան Անուշ օպերայի էկրանավորումով։ Ներկայացնում են Անուշ Սաթի Սահակյան, Սազի Սպիվակովը, երգում է Գոհար Գասպարյանը, Սարո Արամ Անուկյան, երգում է Տիգրան Լևոնյանը։ Եվս մեկ էկրանավորում հայ ֆիլմ կինոստուդիայից 1967 թվականի Կարինե երաժշտական կատակերգություն։ Չուկաչյանի Լևլևիջի հորոր տղա կոմիկական օպերա էկրանավորում։ Այստեղ նմանացան տաղանդավոր զույգի ձայները Գոհար Գասպարյանի և Տիգրան Լևոնյանի։ Կարինեի դերը կկատարում է Գոհար Գասպարյանը։
կատարում է Լևոնյանը, նկարահանվում Մարգարիտ Դերում, Միաստղային փունջ, ռեժիսոր Արման Մանալյան, դերերում Երվան Մանալյան, Վարդուհի Վարդերեցյան, Ժիրայր Ավետիսյան, Աշոտ Քաջորյան և Արման Քոդիկյան։ Երաժշտական խմբագրում Տիգրան Մանսուրյան, երգերի տեքստերը Համոսարյան, դեկորներ Վալենտին Պատրամովովը, որը ստեղծեց հեքիաթային աշխարհ։ Հիմա կգիտենք ևս մեկ կադր ֆիլմից։ թվականում հայ ֆիլմինոստացիայում նկարահանվել է մի ֆիլմ Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործական ինքնակենսագրական մոտիվները։ Դա ճանապարհ դեպի կրկես ֆիլմն է, որը նկարահանվել է Երևանի կրկեսում։ Ռեժիսորներն են Հենրիկ Մանյանը և Լևոն Իսահակյանը։ Եվ Լեոնիդ Ենգիբարյանին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Երիտասարդ ու յուրահատուկ արտաքինով տղային նկատում են բոլորը։ Նրա դեմքի յուրաքանչյուր շարժում փոխում է ներկաների տրամադրությունը։ Նա կարողանում է դեմքի լուրջ արտադրությամբ ծիծաղեցնել և ժպիտի միջոցով հուզել ներկաներին։ Ենգիբարյանը ներխուժեց սովետական գրկեց և խլացրեց բոլորին իր արտահայտչական լեզվով և լուրջ փիլիսոփայական պատմություններով։ Ես չեմ կրկնում կյանքը, ես այն արտացոլում եմ։ Մի նեղացրեք մարդուն, պետք չէ, դուք այնպիսին եք, ինչպիսին նա։ Այս խոսքերի հեղինակը Լեոնիդ Ենգիբարյանն է։ Ծաղրացում, ով լույս է սփռում ամենուր։ Իշտապեն բոլոր, երվարևանման, ես կտամ կյանքի բոլոր, նակ սիրով համար, դաշտեր վայի, ձեզ են դուք բարեր, ինձ գողնեգարիս գվներ, իր պայծառավեր, սիրտի, օջամի, երկուրավ թող միշտ նչի, Լեոնիդ Ենգիբարյանը ստեղծել է հայկական կրկեսային արվեստի պատմության ամենավառ էջը։ Նա ստեղծել է ավանդական ծաղրածուի դիմակը, մեղմ թուրախ, մեղմ տխուր, մեղմ համարձակ, բացահայտելով ապրումների մի ամբողջ հաջորդականություն։ Նա օժտված էր աշխարհը բանաստեղծորեն ընկալելու ունակությամբ, տիրապետում էր կրկեսային արվեստի գրեթե բոլոր ժանրերին։ Ենգիբարյանի տարերքը մնչախաղն էր։ Ֆիլմը նկարահանվել է Երևանի կրկեսում։ Նշենք, որ նույնիսկ Ենգիբարյանի հաջողությունը չէր կարող ստվերել մեր կրկեսի ամբողջ գեղեցկությունը, ինքնատիպությունը։ Ստեփան Իսահակյանը հայկական կրկեսի հիմնադիրներից է։ 1956 թվականին վարեցել է կենդանիներ և թռչուններ, ստեղծել է ազգային ինքնատիպ ատրակցիոն «Էկզոտիկ կենդանիների խաղը» խումբը, որտեղ ներկայացրել է Քաջնազարի զվարճալի արկածները։ 1957 թվականին նկարահանվել է կինոյում առաջինը «Ճանապարհ դեպի կրկես»։ 1963 թվականին իր մանուկ անունով գետաձրիու հետ հանդես է եկել Արտասահմանյան մի շարք երկրներում։ Երկրի գլխավոր համարներից մեկն է Ստեփան Իսահակյանի մանուկ անունով գետացի մասին։ Կրկեսի հարթակը նման էր ճահճի, որտեղ մանուկը ելույթ է ունենում։ Երեխաները շատ էին սիրում այդ համարը։ Մանուկը իր դրական էներգիայով բարակում էր հանդիսատեսին։ 80-ականների, 70-ականների Երևանի ստեղծագործական էներգիայով լի մոտորակի մեջ մեծ դեր ունեն ստեղծագործական հյուսները։ Այս ժամանակաշրջանում երեխաների մի ամբողջ երջանիկ սերունդ ձևավորվել
հայկական կոլեկտիվը աշխատում էր խորհրդային կրկեսի շրջանակներում։ Մեր կրկեսն առաջինն որ ստացավ հաստակավոր կոլեկտիվի կոչում։ Երբ սկսում էր նվագել կրկեսի նվագախումբը, ներքևում մահագույն բարակույրերի հետևում գտնվող կուրիսներից դուրս են գալիս արտիստները սկսում ներկայացումը։ Իսկ այժմ մենք հնարավորություն ունենք տեսնելու հայ արտիստների հայտնի երևույթները եւ հասկանալ, թե ինչ հաճույք են ստանում մեր տատիները, պապիները իրենց երեխաներին իրական կրկես տանելիս։ Բարև ձեզ։ Ես կպատմեմ, թե դա ինչպես պատահեց։ Բարի եղեք նայել։ Տղամարդիկ հայկական սիրային կատակերգական կինոնկար լույսը տեսել 1973 թվականին։ Աղջիկներ, իսկ գիտեք, որ այստեղ մոտակայքում գտնվում է տղամարդիկ ֆիլմին հերոսներին նվիրված արձանը։ Եկեք մոտենանք։ Մի րոպե, ես հիշում եմ այս ֆիլմի ռեժիսորի անունը։ Էդմոն Քյոսայան։ Իսկ ֆիլմի հերոսները կամ դերակատարներն են Արամի դերակատարը Ավետիք Գևորգյան։ Սուրենի դերակատարն է Մհեր Մկրտչյանը։ Վազգենը Ազատ Շերենցը։ Սակոն Արմեն Այվազյանն է։ Իսկ գեղեցկուհին ում սիրահարված էր Արանը Կարինեն էր, որի դերասանուհին է Ալլա Թումանյանը։ Իդեպ տատիկս պատմում է, որ տղամարդիկ ֆիլմի ցուցադրությունից հետո Երևանի ամբողջ բնակչությունը կերպարանափոխվել էին։ Մարդիկ սկսում էին հագնվել ինչպես հերոսները, կրկնել նրանց ժեստերը եւ խոսքերը, իսկ կանայք ձգտում էին նմանվել Կարինեին, կրկնօրինակում էին նրա սաներվածքը, հագուստը եւ նույնիսկ հալվածքը։ Արձանի գաղափարը պատկանում է ռեժիսոր Էդմոն Քյոսայանի որդիներին՝ Տիգրանին եւ Դավիթին, որոնք ցանկանում էին ուշարձանը տեղադրել իրենց հոր 70-ամյակին նվիրված եւ ֆիլմի 35-ամյակին նվիրված։ Տղամարդիկ ֆիլմի հենց այս 4 հերոսներին տեղադրեցին այդտեղ, որ նկարահանվել է ֆիլմը։ Այս ֆիլմում եւս հյուրովի է ներկայացվում հայ ժողովրդական երգը։ Եկեք վայելենք հիշողությունները եւս մի երաժշտական էջ ստեղծված մեր եզակի դերասանների խաղով։ Արտելիքը կակաչե Քամին զանա Իմ յարը կապուտաչե Քամին զանա ճերմակ դոշետ բանա Ինչ անեմ որ կանաչեմ Քամին զանա Զոր գիշեր յարկը կանչեմ Քամին զանա ճերմակ դոշետ բանա Նվագախմբի տղաներ ֆիլմը նկարահանվել է 1960 թվականի Միքայել Շատրյանի «Երբ է գալիս գարնը» վեպի հիման վրա։ Ռեժիսոր Հենրիկ Մարյան, Հերիկ Մարգարյան։ Հայկական կինոյի ամենաերաժշտական ներկայացուցիչներն են։ Լևոն Թուխիկյան, Մհեր Մկրտչյան, Ռուբեն Մկրտչյան, Մայիս Կարագյոզյան, Կիմ Երիցյան եւ այլն։ Ինչ օգուտ ունենք այդ խառնակիչների հետ միանալու, չէ՞։ Դուք ինչ կասեք։ Ես։ Այո դուք։ Ախր, պարոն պալկովնիկ, որ ես իմանամ, թե դուք ինչ եք ուզում, որ ասեմ կասեմ։ Բա որ չեմ իմանում, թե ինչ եք ուզում, որ ասեմ, ինչ ասեմ։ Ֆիլմում հնչող արտահայտությունները դարձան թևավոր խոսքեր, որոնք մինչև հիմա կյանքի տարբեր իրավիճակներում մարդիկ շարունակում են մեջ բերել։ Բայց ֆիլմի մնային արժեքներից է երաժշտությունը, Գևորգ Արմենակյանի առաջին աշխատանքը «Քայլեր»։ Վերադառնանք 1958 թվական հայ ֆիլմ կինոստուդիայում նկարահանվել է Սև Սպիտակ ֆիլմը «Ինչու է աղմկում գետը»։ Աշխարհային մի շղթա՝ Ռեչան Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Ֆրունզե Դովլացյան, Լևոն Թուխիկյան, Խորեն Աբրամյան, Մհեր Մկրտչյան, Դավիթ Մալահյան եւ իհարկե Արտեմի Այվազյանի երաժշտությունը։ Սիրով ներկայացնենք մեր սիրված համարներից մեկը Արաքս։ Ինձ համար միշտ անկես, իմ հարազատ սուլատ կես
Կոմպոզիտորը ֆիլմի համար գրել է 3 երգ, որի ցուցադրումից հետո շատ սիրվեցին հայ ժողովրդի կողմից։ Հենրիկ Մանեն 1967 թվականին նկարահանված կինոնկար։ Մի կյանքի և ընկերության պատմություն։ Լեննականում Գյումրիում 5 դարի միջև պատերազմի ժամանակ դարբիններից մեկի ողջու շուրթերով ֆիլմը համարվում է հայ կինոյի լավագույն արտադրանքներից մեկը, որը շատ է սիրվել հայ հանդիսատեսի կողմից, իսկ որոշ արտահայտություններ դարձել են նույնիսկ թևավոր խոսքեր։ Ինչ-որ երախուխոս բզացնից, սնդանս համավար չէ, որ կպրպլացնես։ Շուտով կկա սպիտակ ֆարտուկը աղցինի տնարշենը։ Ուստա, համոն փողը չի տվեմ։ Աշխարհբեկ ջան, այնտեղ ցույց չենես գլխուխը տերքեր պահի։ Բայց ֆիլմը տարբերվում է նաև մի երաժշտական դրվագով, կարծես արդեն մոռացված, բայց շատ հայտնի և սիրված երգով։ Զարթին լավ հայկական ժողովրդական երգ, ստեղծվել է 1890-ական թվականներին Տարան գավառի շրջանում, հեղինակ Ֆարադ Խաշատուր Գևորգյան։ Երգի հիմնական տրամադրությունը բացահայտված է Զարթիր լավ մեռնիմ քզի կրկներգի միջոցով, որը պայքարի ելնելու կոչ է, ուղղված չարությանը։ Երգը առավել տարածված, բազմաթիվ տարբերակներով հնչած ստեղծագործություններից է, որը կենդանի է նաև մեր օրերում։ Тюменян! Запевай! Կանասյալ զգեղ պաշարե, մորնում անկան ձերվին կապե, մկակի կասր են մզի, զարդնիր լամեր իմ կզի, դերիվում ծանձրել, կդշնամում կուզինել, սուլթան գուզե ջնջես մզի, զարդնիր լամեր իմ կզի, ինչ անտիմ ես սկրիմ,
Աշխարհապետ բալաջա ոյդ մերն գլուխդ ներքև պայն բալաջան շուտ նամակ գր համարիք չուշացի երբ մնամ էլուտրներ երթամ զողդիմ զիմ խեղճ կարներ սարքիմ զիմ բաղճամ ծներ զադնիր լաով իմ կզի սարքիմ զիմ բաղճամ ծներ զադնիր լաով իմ կզի Քայլեր սիրով պահպանված եւ վերականգնված բակերով եւ փողոցներով։ Տեսնել այն հին բակերը, որտեղ նկարահանվել են շատ ֆիլմեր։ Անտարբեր չացան Ֆրունզիկ Մկրտչյանի թանգարանի կողքով։ Հանճարի մասին մեզ պատմեց թանգարանի տնօրեն Տիկին Մելքոյանը։ Նշեք, որ ֆիլմի կոմպոզիտորն էր Արնո Բաբաջանյանը, ում երաժշտությունը զարդարում էր ամբողջ ֆիլմը։ Ֆիլմի հերոսները գավառական քաղաքի ինքնագործ թատերախմբի անդամներ են, որոնք ամբողջ երկրի կիսինը պատերազմի բերած դառնություններն եւ կորուստներից հայրեն։ Գյումրիում նկարահանվող ֆիլմերից է եղել նաև «Հին օրերի երգը» ֆիլմը, որը նկարահանվել է 1982 թվականին Հայֆիլմ կինոստուդիայի կողմից։ Ռեժիսորել է Ալբերտ Մկրտչյանը։ Ֆիլմը ներկայացնում է հայրենական մեծ պատերազմի իրադարձությունները եւ պատերազմի ազդեցությունը մարդկանց ճակատագրերի վրա։ Կինոնկարն առանձնանում է իր խոր փիլիսոփայությամբ եւ դրամատիկ ոճով։ Ֆիլմի համար երաժշտությունը գրել է հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Ֆիլմը 1983 թվականին արժանացել է հիշատակ մրցանակին, հաղթելով 16-րդ համանյութենական կինոփառատոնում։ Միացնում ես հեռուստացույցը ու աչքիդ առաջ դու ինքն է, Մհեր Մկրտչյանը։ Ոնց կարելի է չճանաչել եւ չսիրել մեր տաղանդավոր գյումրեցու, հին օրեր երգը կինոնկարն է։ Մկրտչյանը խորթախիծ էր մարմնավոր, այնքան լուսավոր նրա տխրությունը, այնքան դերասանական խաղ կար, այն բնորոշ Ալեքսանդրի ու սրտասարության։ Փոստատար Նիկոլը կերպարը կերտել է, ազուգական Մհեր Մկրտչյանը։ Մեղավոր ես ու իրեն, որ պատերազմից կենքանի է վերադարձել։ Նա հաշմանդամ էր, ներաշխարը տակնի վրա եղած, բայց այնքան բարի, որ չի կարողանում իմ սև թուրքը տալ, որդեփորվիշ Հայաստանի և Ուտումայրը։ Ֆիլմում Մհեր Մկրտչյանը իսկապես ուտում է թուրքը։ Խոսքը ծնվում է հերոսի մորը Հայաստան մայրիկի։ Արդեն 42 տարի է մենք զգում ենք փոստատարի սրտի ցավը, երգում Հայաստանի մայրիկի երգը ու նրանց հետ նրանց պես չենք ցանկանում, որ երբևէ պատերազմ լինի։ Ժողովուրդ!
Ներսես Հովհաննիսյանի նկարահանված երջանկության մեխանիկա ֆիլմը հայ ֆիլմի ճանաչված գործերից էր։ Ֆիլմ պատմում է մի շարք հերոսների մասին, որոնք տարբեր սոցիալական եւ մշակութային միջավայրերում փորձում են գտնել իրենց երջանկությունը։ Նրանցից յուրաքանչյուրը ունի իր պատկերացումը երջանկության մասին։ Ռուբեն, Լսում եմ։ մի հարց տամ ձեզ։ Կարող եք պատասխանել։ Ասեք։ Ինչ բան է երջանկությունը։ Այդ հարցի վրա քանի փիլիսոփաներ են գլուխ ջարդել, բայց ես կաշխատեմ պատասխանել։ Չեք կարող։ Ինչու՞։ Որովհետև երջանկություն չկա։ Կան պարտականություններ եւ հոգսեր։ Ես այդ հարցին կփորձեմ մի քանի պատասխան տալ։ Պատասխան համար 1։ Մարդու երջանկությունը մարդկանց երջանկացնելու մեջ է։ Պատասխան համար 2։ Սիրածդ գործին նվիրվելը։ Պատասխան համար 3։ Ճամփորդությունը։ Եվ վերջապես իմ կարծիքով երջանկության մեխանիկան։ Եվ ահա մի փոքրիկ նվագում շատերը կրկատեն այն դարերի հայտնի երգիչ Գեորգի Մինասյանի եւ գոյական ջութակահար Կարո Հարապետյանի։ Շարունակենք մեր երաժշտական խնջանկարը։ Մեր հարգանքը այն մարդուն, որի ստեղծագործությամբ կարողացավ նոր մակարդակի բարձրացնել հայկական պարարվեստի գեղեցկությունը։ Դա Վանուշ Խանամիրյանն է։ Վանուշ Խանամիրյան 1968-ից 1992 թվականներին ղեկավարել է Հայաստանի Պարի պետական անսամբլը։ Իդեպ երկրորդ աշխարհը Սոսմոսի Դավիդարսյանի դեպքը երկնել են Վանուշ Խանամիրյանի դավիճանի գերմանացը։ Սիրով ներկայացնում ենք մեր երաժշտական կատարումը, հավանաբար վերջին անգամ մեր հարազատ դպրոցի բեմում։
եւս մեկ ֆիլմ շատերի կողմից սիրված։ Դա Հարսնացու հյուսիսից ֆիլմն է։ Ներսես Հովհաննիսյանի ֆիլմերում շատ դերասաններ հավերժացել են իրենց կերտած կերպարներով։ Ախր տրակվում է։ Այ մարդ, գիտես, քերիկ աշխարհ տեսած մարդ է։ Մի հետ աղջկար նկարն ուղար գիտես ինչ ասում։ Чем հասկնել ինչու կպայթիս։ Մարդը պարզորոշ գրած է։ Վալա согласна. Между нами все решено. Это է։ Այնա ես կգնամ, կվերցնեմ ու կբերեմ էլի։ Հապա տիկին Արուսյակը։ Որ ես ասում եմ ես։ Նշանակում է Արուսը հեքս է։ Իա։ Էլ Արուս մնաց։ Ուրեմն ես չեմ գալու։ Թե քեզ նեղություն չի ուրա ջան, ասում ես էլ գամ։ Համեր ես այդ կողմերում կրվել եմ։ Որ իմ գալը արժան չեք համարում, գնացեք բարով։ Ես մի բան գիտեմ։ Այս գործում խելքը գլխին մարդապետ։ Այսքան բան։ Բարև Արուս։ Տեսար Գուրգեն ջան, ինչ եղավ։ Հանգիստ լինելով հանգամանքներից որոշեցինք, որ այս գործի համար ծնողներից բացի գնալու են նաև Ազատ, դու որպես այդ կողմերում կրված մարդ։ Շնորհակալ եմ։ Մեկ էլ Երվանդ, դու որպես գյուղական ինտելիգենցիայի ներկայացուցիչ։ Մերսի։ Նստի։ Այս կազմը բոլ է։ Արուս, ես գնացի։ Ֆիլմը իսկապես միջազգային է, ինչու կարելի է համոզվել ծանոթանալով դերասանական կազմին։ Հերոսների արտադրությունը թեւավոր խոսք են դասելու արդեն մի քանի տասնյակ շրջանակում է ժողովրդի մեջ։ Որ ասում եմ ես, Արուսն էլ հետս։ Ասա ջահել աղջիկա մազերը խիաբոքս կտրել։ Մենք Իվանի պոչը պիտի բռնենք։ Դու էլ կգնաս որպես գյուղական ինտելիգենցիայի ներկայացուցիչ։ Կոստյումն է, որ քեզ պիտի զարդարեմ։ Ուրեմն ես Փարսադանի տղա Մուրադես, եկել հասել եմ ստեղ, որ դուք ինձ ասեք Ջրի գող էլ դառնում։ Գլխի բան կա, չճանաչեցի։ Հարսնացու հյուսիսից ֆիլմը այս իմաստով դասական է։ Ֆիլմում չկա մի արտահայտություն, որը թևավոր խոսք դարձած չլինի։ Թևավոր խոսքերը օրգանապես են մտել մեր լեզուն, եւ մենք առօրյա կյանքում օգտագործում ենք դրանք, հաճախ անգամ չմտածելով թե որտեղից են։ Բանաստեղծ Անդրեյ Վզնիսյանսկին եւ կոմպոզիտոր Արնո Բաբաջանյանը կինոնկարին նվիրեցին 3 երգ, որոնցից յուրաքանչյուրը դարձավ հիթ։ Հյուսիսից հայկական կինոնեկարը արդեն 49 տարեկան է, բայց նրան շարունակում են դիտել նույն հաշվիկով, նրանք ովքեր ծնվել են դրա նկարումներից հետո։ Полюбите, платья красные носите, вот любви, ведь любви, и разлюбиться нас и не беда, только значит молодая года. Кисри-бери, все желания исполнимы без любви, да будет без любви. Пожалуй, кисри-бери, я приду к тебе с твоей собой. Кисри-бери, под колесами машины без любви, без любви. И разлуки за нас и не беда, только значит молодая года. Кисри-бери, все желания исполнимы без любви, да будет год любви. Շատ շնորհակալ եմ իմ երեխաներին, որ եւս մեկ անգամ մենք հայտնվեցինք բեմում, խոսք էի տվել դատարկարանում, այդ Վազգենային։ Շնորհակալ եմ ծնողների համույթին եւ առանձին արդեն թիմ ունենք ստեղծագործական, դա Լիլիթն է, Միքայելն է, Նազելին, Լյուբան եւ Անուշը ծնողներն են, որոնք մեր թիմ շարունակում են ստեղծագործել։ Եվ այս անգամ ես ճիշտ ասած չէի ուզի երկար խոսել, բայց պետք է ասեմ։ Ուրեմն այս ամենը կատարվում է մի մարդու շնորհիվ,
որը անձամբ ճանաչում էր շատերին մեր հերոսներից, Սիրաչյա Ներսիսյանին, Դավիթ Մալյանին, դա տատիկն է, որը ամեն ինչ պատմում էր իրենց մասին եւ այս ամենը իր շնորհիվ է, որ ես փոխանցում եմ իմ երեխաներին իմ հիշողությունները եւ մի հիշողություն էլ իմ փոքրիկ տարիքից 6 թե 7 տարեկան էի առաջին անգամ տատիկս ինձ տարավ Անուշ օպերան Գոհար Գասպարյանի կատարմամբ եւ հետո քանի որ ծանոթ էր Գոհար Գասպարյանին տարավ կուլիսներ եւ այնտեղ մի փոքր զրույցից հետո ինձ համբուրեց տիկին Գոհարը եւ ես երևի թե մի քանի օր չէի նվազվում եւ բակի երեխաները նույնիսկ ինձ նախանձում էին որ ես շփվել եմ այդ մեծ մարդու հետ դա իմ հիշողություններն են այս ամենը իմ երեխաները իրականացրեցին եւ շնորհակալ եմ բոլորին, որ դիմացան ինձ եւ տնօրինությանը եւ ուսուցիչներին եւ իմ ծնողներին, որովհետեւ բոլոր ամեն մի ցանկությունը, ամեն մի փոքր մտահղացումը փորձեցինք իրականացնել։ Շնորհակալ եմ։